Ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող Սուրբ Հոգին ուղղորդի ձեզ, որովհետև միայն Նա կարող է բացել մեր հասկացողությունը, որպեսզի ընկալենք Նրա Սուրբ Խոսքը, Նրա կամքը, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք և չտառապենք մեր կյանքում։ Հենց այդպես, իմ ընկերներ, որովհետև այսօր մենք հնձելու ենք այն պտուղները, որոնք երեկ ցանել ենք, իսկ վաղը մենք կհնձենք այն պտուղները, որոնք այսօր ենք ցանելու։ Այս խոսքը ոչ մի բացառություն չունի։ Սա ուղղակի ինչ-որ կրոնի կամ փիլիսոփայության մասին չէ։ Սրանք ուղղակի պարզ խոսքեր են, որոնք միշտ անփոփոխ կերպով կատարվում են։ Ովքեր որ տալիս են, նրանք էլ ստանալու են։ Այսօր դուք հնձելու եք միայն այն դեպքում, եթե դուք երեկ ցանել եք։ Եվ կարևոր է նաև, թե ինչ սերմեր եք դուք ցանել։ Եթե ձեր ցանած սերմերը վատն են, ձեր հնձած պտուղը նույնպես վատը կլինի, և նույնպես հակառակը։ Եվ ոչ ոք չի կարող դժգոհել և քննադատել Աստծուն դրա համար, ասելով, որ Նա անարդար է։ Աստված մեզ ազատ կամք է տվել, ազատ ընտրության հնարավորություն, որպեսզի մենք ինքներս որոշում կայացնենք։ Բոլոր մարդիկ էլ դեռ փոքր ժամանակներից, երբ նոր են սկսում քայլել, նրանք իրենց սեփական ընտրությունն են կատարում, երբ ոտքի են կանգնում և սկսում են քայլել։ Այդպես էլ մինչև կյանքի վերջ։ Ինչ որ նրանք այդ օրը կանեն, մյուս օրը հնձելու են։ Եվ հիմա խոսենք Հիսուսի մասին։ Երբ Նա եկել էր այս աշխարհ, առաջինը ինչի մասին Նա խոսում էր, և նույնպես դրա մասին խոսում էր Հովհաննես Մկրտիչը, հենց սա էր. ապաշխարեք, ապաշխարեք, որովհետև ձեզ է մոտեցել Աստծո Արքայությունը։ Եվ ովքեր ցանկանում են մտնել Աստծո Արքայության մեջ, ամենից առաջ պետք է ապաշխարեն։ Ապաշխարեն իրենց մեղքերից, իրենց սխալներից։ Պետք է ապաշխարել այն սխալ ընտրություններից, որոնք դուք անընդհատ կատարում եք։ Բայց մի բան իմացեք, երբ դուք ապաշխարում եք ձեր մեղքերից, մի մտածեք, որ դուք այդ մեղքերի հետևանքները չեք հնձելու։ Եվ երբ դուք ցանկանում եք մտնել Աստծո Արքայության մեջ, դուք պետք է հասկանաք սա։ Որպեսզի մտնել Աստծո Արքայության մեջ, հարկավոր է հնազանդվել Սուրբ Հոգուն։ Հենց Սուրբ Հոգին է Նա, ով առաջնորդում և ուղղորդում է մեզ, որպեսզի մտնենք Նրա Արքայություն։ Ուրեմն դուք արդեն հասկացաք, առաջին քայլը, որպեսզի մտնեք Աստծո Արքայություն, դա ապաշխարությունն է։ Եվ կրկնում եմ, ապաշխարությունը դա ուղղակի զգացմունք չէ, դա զղջանք չէ։ Ապաշխարությունը դա ճիշտ որոշում է։ Երբ դուք որոշում եք կայացնում վարվել այնպես, ինչպես հաճելի է Աստծուն։ Երբ դուք ընդունում եք Սուրբ Հոգուն որպես ձեր առաջնորդ, երբ տալիս եք ձեր կյանքը Նրան, ձեր բոլոր ցանկությունները, ձեր ապագան, ձեր մտքերը, երբ դուք ձեզ ամբողջությամբ Նրան եք հանձնում, դրանից հետո Նա հոգ կտանի ձեր մասին և կսովորեցնի, թե ինչպես ճիշտ վարվեք։ Բայց ամենից առաջ դուք պետք է թողնեք այս աշխարհի արքայությունը։ Դուք չեք կարող միաժամանակ և գտնվել Աստծո Արքայության մեջ և այս աշխարհի արքայության մեջ։ Սա մարդկանց գլխավոր խնդիրներից մեկն է։ Նրանք, ովքեր գիտակցում են, որ պետք է փրկություն ունենալ, իհարկե ցանկանում են լինել Աստծո Արքայության մեջ։ Ովքեր որ հավատում են Աստծուն, բոլորն էլ ցանկանում են փրկություն ունենալ։ Բայց ոչ բոլորն են ցանկանում թողնել այս աշխարհի արքայությունը։ Ուրեմն շատ դժվար է, որ այդ մարդը մտնի Աստծո Արքայություն։ Եվ սա է հենց այն պատճառը, որ Հիսուսն ասել էր. կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ։ Մենք բոլորս, դուք ովքեր լսում եք այս խոսքը, նույնիսկ եթե դուք առաջին անգամ եք լսում, մենք բոլորս կանչվածներ ենք։ Եվ միայն մենք ենք որոշում կայացնում։ Մենք կդառնանք ընտրյալներ, թե ոչ։ Մենք ենք որոշում կմտնենք Աստծո Արքայություն, կունենանք փրկություն, թե ոչ։ Որովհետև Աստված իր մասն արդեն կատարել է։ Նա ուղարկել է իր Որդուն,
Հիսուսին, եւ նա մահացել է մեզ համար։ Այդ օրվանից հետո, ովքեր որ կհավատան Հիսուսին, ովքեր որ կհավատան Աստծուն եւ կապրեն նրա խոսքով, փրկություն կստանան։ Ուրեմն առաջինը դա ապաշխարությունն է։ Իսկ հետո Հիսուսը խոսում էր նրա մասին, որպեսզի մարդիկ չանհանգստանան, թե ինչ են ուտելու եւ ինչ են հագնելու ապագայում, եւ թե ինչ է լինելու նրանց կյանքի հետ։ Հիսուսն ասում էր. ամենից առաջ փնտրեք Աստծո արքայությունը։ Ամենից առաջ դուք պետք է խոնարհվեք Աստծո արքայությանը։ Պետք է ձեր նպատակը, ձեր կյանքի գլխավոր ծրագիրը Աստծո արքայությունը փնտրելը լինի, որովհետև Աստծո արքայությունն ամեն ինչից թանկ է։ Այն ավելի արժեքավոր է, քան այս աշխարհի արքայությունը, որովհետև տալիս է մեզ հավիտենական կյանք։ Եվ Հիսուսը մեզ այդ երաշխիքն է տվել։ Եթե մենք մտնենք Աստծո արքայության մեջ, ճանաչենք նրա ճշմարտությունը, մնացած ամեն ինչը կտրվի մեզ։ Առատությամբ կտրվի։ Սնունդը, հագուստը, կյանքի մյուս ոլորտներում օրհնությունը, ամեն ինչ կտրվի մարդուն, բայց առաջին հերթին նա պետք է մտնի Աստծո արքայության մեջ։ Իմ ընկերներ, սրանք շատ պարզ խոսքեր են։ Այստեղ կա այդ պարզ բացատրությունը, թե ինչպես դուք կարող եք մտնել Աստծո արքայության մեջ։ Բայց որպեսզի կատարեք այդ որոշումը, ձեզ շատ խիզախություն է հարկավոր, որպեսզի թողնեք ամեն ինչ եւ տաք ձեր կյանքն Աստծուն։ Եվ լավ իմացեք, միայն ձեզանից է կախված, դուք կապաշխարեք թե ոչ։ Ձեզանից է կախված, կփրկվեք թե ոչ։ Դա ոչ զգացմունք է եւ ոչ էլ ինչ-որ այլ բան։ Դա սիրո կամ ատելության նման ինչ-որ զգացմունք չէ։ Ապաշխարությունը դա որոշում է։ Չնայած ձեր զգացմունքներին, չնայած ձեր մտքերին, հաշվի չառնելով հանգամանքները, դուք որոշում եք կայացնում, որպեսզի վարվեք ճիշտ ձևով, այնպես, ինչպես Աստված է ցանկանում։ Եվ պետք չէ մտածել, որ դուք կարող եք սկզբից փորձել ամեն ինչ, փորձել ապրել այս աշխարհում, ընտանիք կազմել, լավ ընկերներ ձեռք բերել, հաջողությունների հասնել, եւ հետո դուք կփնտրեք Աստծուն։ Իմացեք, որ այդ ամենում դուք հիասթափվելու եք։ Հիասթափվելու եք ձեր ընտանիքից, ձեր հարաբերություններից, ձեր կյանքից։ Իսկ հետո լինելու եք դեպրեսիա եւ տխրության մեջ։ Եվ այդ ժամանակ դուք նոր կասեք. ես ուզում եմ արդեն Աստծո արքայությունը փնտրել, ուզում եմ Աստծո հետ լինել։ Ինչքանով եք վստահ, որ դուք կհասցնեք, որ այդ ժամանակ դուք ուժ կունենաք, որպեսզի վերադառնաք Աստծո մոտ։ Ուրեմն հարկավոր է, որպեսզի զոհեք ձեր կյանքը, ձեր ցանկությունները, ձեր սիրտը։ Հարկավոր է ամեն ինչ Աստծուն տալ եւ թույլատրել Սուրբ Հոգուն, որպեսզի նա ուղղորդի ձեր կյանքը։ Հենց այդպես։ Հենց սա է կյանքի օրենքը։ Ուրեմն, ինչպես որ հասկացաք, ինչ որ այսօր կցանեք, վաղը հնձելու եք։ Նույնիսկ եթե ապաշխարեք ձեր այդ սխալ որոշումից, միևնույն է դրանց հետևանքները չեն անհետանում։ Եթե ուզում եք վաղը լավ պտուղներ հնձել, ուրեմն այսօր ճիշտ որոշում կայացրեք։ Մեկ հասկանալի օրինակ բերեմ։ Երբ մարդը իր մասնագիտությունն է ընտրում, սկզբից նրան դուր է գալիս, նա շատ գումար է այդտեղ ծախսում, շատ տարիներ է կորցնում այդ մասնագիտության մեջ, նույնիսկ սովորում է, ապագայում շատ լավ մասնագետ է դառնում, բայց կյանքում ինչ-որ պահ է գալիս, երբ նա ասում է. ես հոգնել եմ, ինձ արդեն դուր չի գալիս այս մասնագիտությունը, որքան հիմար եմ ես եղել, որ իմ կյանքը կորցրել եմ այդտեղ, ես այդքան տարիներ եմ կորցրել այդտեղ, այնքան գումարներ եմ կորցրել, եւ այսօր դա այլևս ինձ դուր չի գալիս։ Հիմա այդ մարդը պետք է զրոյից նոր մասնագիտություն սովորի։ Իսկ Աստծո արքայության մեջ հակառակն է։ Հնարավոր է, որ սկզբում ձեզ դուր չգա Աստծո որոշումները։ Հնարավոր է, որ դուք մեծ դժվարությամբ կկատարեք նրա կամքը։ Բայց իմացեք, անելով դա դուք լավ սերմեր եք ցանում։ Երբ դուք Աստծուն ասում եք. Տեր Աստված, որն է քո կամքը, ես ուզում եմ կատարել այն, ինչ որ դու ես ցանկանում։
Նույնիսկ եթե դուք այդքան էլ չունեք ցանկություն, որպիսի Աստծո կամքը կատարեք, միևնույն է, երբ դուք ճիշտ որոշում եք կայացնում, ապագայում դուք կհնձեք շատ լավ պտուղներ, Աստված առատապես կօրհնի ձեզ, եւ եթե դուք մնաք նրա կամքի մեջ, դուք երբեք չեք հիասթափվի, եթե կատարեք Աստծո կամքը, եթե անեք այն, ինչ որ նա է ձեզ ասում։ Իսկ եթե կատարեք ձեր կամքը, հետագայում դուք հիասթափվելու եք։ Շատ լավ իմ ընկերներ, կարծում եմ դուք ամեն ինչ հասկացաք։ Մինչ մյուս հանդիպում։ Եվ հիշեցնեմ ձեզ, չորեքշաբթի օրերին մեր մոտ նոր ուսուցում է ապաշխարության ուժը։ Այդ ծառայություններին մենք խոսելու ենք ապաշխարության մասին։ Եթե դուք ցանկանում եք հասկանալ, ցանկանում եք իրականում ապաշխարել եւ ընկալել, թե ինչպես է գործում Աստծո արքայությունը, մենք սպասում ենք ձեզ։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։